Նախ կուզեի ձեր գնահատականն լսել։ Ռազմորկայի ձեր ասած, ձեր ձևակերպմամբ։ Ազգային ժողովում ընդդիմադիր խմբակցության եւ իշխող քաղաքական ուժի միջև տեղի ունեցած միջադեպին եւ նաեւ ընդհարցակելով ռազմորկայի թեման, կուզեի անդրադառնալ նաեւ նախկին նախագահների ձեր եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջև արդեն տևական ժամանակ ձգվող փոխհրաձգությանը ռազմորկային կամ չգիտեմ այլ ձևակերպում գուցե դիպուկ գտնեք հանրությանը շատ հուզում է պարոն Աբրահամյան ի վերջո ձեր այդ հակասությունը թվացial է թե իրական է կարծիք կա որ դուք 2026 թվականի խորհրդարանական դրություններից առաջ ձեր գործընկեր Արմեն Աշոտյանի ձևակերպմամբ տարանջատում օպերացիա եք իրականացնում փորձում եք տարանջատվել որպեսզի առանձին այսպես ճակատներով մասնակցեք ընտրություններին եւ առանձին թիմերով հանդես գաք ուզում եմ այս հարցի հետ կապված ցրեք հանրության կասկածներ ի վերջո հակամարտություն կա երկու նախագահների թիմերի միջև եւ ոչ եւ երկրորդ հարցը impeachment-ի գործընթացին է վերաբերում ներողություն այս հարցին պատասխանեմ թե չէ ձեր հարցադրումները մոռանալու եմ հետո չմեղադրվեմ ինչ-որ հարցի չպատասխանելու համար Նախ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր մեր կուսակցության փոխնախագահ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի մասին հիշատակում անելու համար եւ շատ կարեւոր եմ համարում որ իր հոդվածները հրապարակային ելույթները հանրության հնարավոր բոլոր սեկտորներում լուսաբանվում եւ նաեւ ցիտվում են Այս տեսանկյունից ես կարծում եմ, որ ժամանակագրությանը մի փոքր լավ չեք հետևել, որովհետև տարանջատման հետ կապված Արմեն Աշոտյանի ձևակերպումը ավելի շատ վերաբերում էր միջև այդ տարանջատման մասին հայտարարած քաղաքական ուժին արձագանքելուն, այսինքն տարանջատման մասին ի սկզբանե հանրապետականը չի խոսել։ Սա մեկ Երկրորդը ինչ վերաբերում է երկու դիմադիր ուժերի տարբեր հարցերի շուրջ ունեցած տարբեր մոտեցումներին, դրանց հետ կապված տարբեր գործիչներ իրենց մոտեցումը արտահայտել են, այդ թվում ես, եւ ես կարծում եմ, որ այստեղ առանձնապես այլ բան ասելու կարևորություն նույնիսկ չկա էլ։ Այստեղ ես որևէ հավակնություն չեմ ներկայացնում հանրության մոտ որևէ թեմայի կամ կարծիքի հետ կապված հարցերը ցրելու մասով, որովհետեւ Հանրությունը եղած իրադարձությունների մեջ հնարավորություն ունի 14-ը տարանջատելու եւ ինքը իր վերլուծությունների հիման վրա ճիշտ դատողություններ անելու։ Առաջին հարցը ինչն էիք ասում, ներողություն հիշեցրեք։ Վերաբերում է երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպին։ Ինչ վերաբերում է խորհրդարանին, ինչ վերաբերում է խորհրդարանում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունների, մասնավորապես մեր շատ գործընկերներ էլ ինձ հարց են ուղղել, թե դուք դրան ինչպես եք վերաբերում առասարակ խորհրդարանական աշխատանքում, գործունեությունում, երբ որ նման դեպք է արձանագրում, այստեղ իմ պատասխանը շատ հստակ է։ Ես ինչպես պատկերացնում եմ քաղաքական գործի վարքը եւ գործունեության դրսեւորումը, դա արտահայտում եմ ամենօրյա աշխատանքով եւ խնդրում եմ ձեր հարցի պատասխանը եւ գնահատականը փորձեք տեղավորել իմ հարցի շրջանակներում շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կայ դու հանդես պարոն Աբրահամյան կխնդրեի ավելի հստակ եւ կոնկրետ ի վերջո երկրորդ եւ երրորդ նախագահների նրանց թիմերի միջև արկա է արճակատում թե ոչ թվացial արճակատում է թե իրական թե բեմադրություն է վերջո եւ իմ հարցը impeachment-ի գործընթացին է վերաբերում Պարոն Աբրահամյան ինչ եղավ այդ գործընթացը կարծեք ազգային ժողովի շքամուտքից ներս չի փոխադրվում ի վերջո եկաք վարչապետի տեխնացու առաջադրելու հարցի շուրջ համաձայնության ինչն է ձեզ կաշկանդում որպեսզի ձեր շարքերից արժանավոր, վաստակավոր հանրապետական կուսակցության անդամ որևէ տեխնացուի առաջադրեք օրինակ Պարոն Դավիթ Հարությունյանին, օրինակ պարոն Սամվել Նիկոյանին, օրինակ ձեզ, օրինակ պարոն Մամիջանյանին, ինչ որ հարցում, ինչ որ հանգամանք կա, որը կաշկանդում է ձեզ, շնորհակալություն։ Իհարկե շատ շնորհակալ եմ, որ ձեր պատկերացումներում ես կարող եմ որպես վարչապետի տեխնացու դիտվել, դա շատ կարևոր պատասխանատվություն է, հատկապես երբ որ հանրությունն է խոսում դրա մասին եւ խոսում է մարդիկ, որոնք միգուցե իմ քաղաքական մոտեցումները չեն կիսում, բայց impeachment-ի գործընթացը պայմանավորված չէ բացառապես հանրապետականով,
որովհետև գործընթացը շատ ավելի լայն կոնտեքստ է ենթադրում քաղաքական գործընթացների եւ պրոցեսների տեսանկյունից եւ նախաձեռնողները, ովքեր դիմել են այդ թվում Հայաստան եւ պատիվ ունեն խմբակցությունների եւ նաեւ արտախորհրդանական ուժերի հետ են որոշակի կոնսուլտացիաներ իրականացնում, ունեն որոշակի պատկերացումներ եւ այդ պատկերացումները ենթադրում են նաեւ այդ պատկերացումներին համահունչ նաեւ տեխնացուի առաջին պլան բերել եւ քննարկման առարկա դարձնել։ Պրոցեսի հետ կապված մեր պաշտոնական դիրքորոշումը մենք հստակ արտահայտել ենք մեր ֆրակցիայի հայտարարության միջոցով։ Գործընթացը, երբ որ հասնի այդ կետին առաջադրման հետ կապված, մենք արդեն այդ ժամանակ մեր լրացուցիչ դիրքորոշումը այդ մասով կարտահայտենք։ Ինչ վերաբերում է բեմականացումներին, ես չեմ կարծում, որ այստեղ գտնվող որևէ մարդ, այդ թվում դուք կարծում եք, որ իմ քաղաքական կենսագրությունը կամ գործունեությունը որևէ ձևով կարող է կապված լինել ինչ-որ բեմականացման հետ եւ նույնիսկ այս տեսանկյունից կոռեկտ չեմ համարում այս թեմային այլ ձևով նաեւ արտահայտելու։ Ես կարծում եմ այն տեղեկատվությունը, որ արկա է ընդհանուր արտավարական տարբեր մոտեցումների հետ, դրանք արդեն դաշտում արտահայտված են։